Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը։ Արադ Միրզյանը ևս ընդունել է Երևանում գտնվող Ռավանչիին, ինչ են քննարկել պաշտոնյաները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ամփոփել է գերատեսչության 2025 թվականին կատարված աշխատանքները։ Նա հայտնել է, որ սույն թվականի ապրիլի 1-ից Հայաստանում կանխիկ գումար ստացող կենսաթոշակառուներ չեն լինի։ Հալեպում հրադադար է հաստատվել, Սիրիայի պաշտպանության նախարարությունը ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին ժամանակ է տվել իրենց ուժերը Հալեպից դուրս բերելու համար։ Սիրիական բանակը կապահովի նրանց անվտանգ հեռացումը և թույլ կտա մեկնել երկրի հյուսիս-արևելյան շրջաններ։ Իրանում շուրջ 2 շաբաթ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը վերաճել են լայնածավալ անկարգությունների ուղեկցվելով, բռնություններով, հրկիզումներով, զոհերով և համացանցի սահմանափակումներով, ինչ է կատարվում հարևան երկրում այսօր։ Հյուսիսատլանտյան օվկիանոսում ռուսական Մարիներա նավթային լցանավի կալանավորման միջադեպը վերածվել է աշխարհաքաղաքական հերթական ճակատամարտի։ Վաշինգտոնը հայտարարում է ապօրինի գործունեության դեմ պայքարի մասին, իսկ Մոսկվան պնդում միջազգային իրավունքի խախտման և ուժի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնը երկրորդ հարձակում չի ձեռնարկի Վենեսուելայի վրա։ Նա նշել է, որ Վենեսուելան ազատ է արձակում մեծ թվով քաղբանտարկյալների որպես խաղաղության որոնման նշան, օրվա միջազգային անցուդարձը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, որն ընդգրկում է տնտեսական, մշակութային, քաղաքական և անվտանգային ոլորտները։ Կողմերը վերստին կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, ինչի շրջանակում երկուստեք կարևորվել է հյուսիս-հարավ ճանապարհային ենթակառուցվածքի զարգացումը իշահ երկու երկրների։ Գրիգորյանը վերոնշյալ համատեքստում ընդգծել է խաղաղության խաչմերուկ նախագծի իրագործման հարցում Հայաստանի կառավարության հետևողական մոտեցումը։ Արադ Միրզյանը ևս ընդունել է Հայաստան-Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող Ռավանչիին։ Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին։ Նա պատահական չի համարել, որ նախագահ Փեզեշքյանը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ այս արդեն ընթացիկ տարում երկու երկրների միջև հարաբերությունները պաշտոնապես բարձրացնեն ռազմավարական գործընկերության մակարդակի։ ՀԳ նախարարն ընդգծել է Հայաստանի հստակ դիրքորոշումն առ այն, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ մշակվող ծրագրերին և դրանց միջոցով ընձեռվող հնարավորություններին։ Անդրադառնանք այլ թեմաների, Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը միանում է Հայաստանի վարչապետի և 10 եպիսկոպոսների ընդունած Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը։ Ես Տեր Մկրտիչ քահանա Աշադյանս ողջունում եմ վարչապետի և 10 եպիսկոպոսների ընդունած Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարեկարգման հայտարարությունը աջակցում և միանում եմ բարենորոգման հայտարարությանը, ասված է Հայ առաքելական եկեղեցու բարենորոգում Facebook-ի էջում։ Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը ևս միացել է վարչապետի և եպիսկոպոսների ընդունած Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը։ Ես Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանս ողջունում եմ Հայաստանի վարչապետի և 10 եպիսկոպոսների ընդունած Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ բարենորոգման հայտարարությանը, Facebook-յան իր էջում էլ գրել է նա։ Դատարանը 3 ամսով երկարաձգել է «Իմնի պոդքասթի» հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նախնական կալանքը։ Դատարանի որոշումից հետո Սամսոնյանը անժամկետ հացադուլ է հայտարարել, բլոգերները ձերբակալվել էին 25 թվականի նոյեմբերին խուլիգանության մեղադրանքով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ ամփոփել է գերատեսչության 25 թվականին կատարված աշխատանքները և նախանշել 26 թվականին իրականացվելիք ծրագրերը և դրանց ապահովման մեխանիզմները։ Նախարարը նաև հայտնել է, որ սույն թվականի ապրիլի 1-ից Հայաստանում կանխիկ գումար ստացող կենսաթոշակառուներ չեն լինի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսով ամփոփեց 2025 թվականին գերատեսչության կողմից իրականացված ծրագրերն ու ներկայացրեց 2026 թվականին նախատեսվող աշխատանքները։ Նախարարն անդրադարձավ ամենակարևոր կետերին, որոնցից մեկը վերաբերում էր կենսաթոշակներին և ներդրված հետվճարային համակարգին։ Ըստ նրա Հայաստանում 660,000 քաղաքացի ստանում են նպաստ կամ կենսաթոշակ, որից միայն 378,000 քաղաքացի արդեն իսկ օգտվում է հետվճարային համակարգից։ Տոկոսային հարաբերակ
աջակցությամբ կազմելով 57%։ Հետվճարի ինստիտուտը Թորոսյանի խոսքով կարելի է արդեն իսկ կայացած համարել, որի նպատակներից է եղել կենսաթոշակառուների եւ նպաստառուների ֆինանսական վիճակը բարելավել եւ տնտեսությունը ստվերային շրջանառությունից դուրս հանել։ Խոսելով կենսաթոշակառուներին տրամադրող հետվճարը 12%-ից 20 դարձնելու մասին, նախարարը նշեց. Մենք այս ծրագրի վրա միլիարդավոր դրամներ ենք ծախսում եւ այս տարի հիմա թիվը անգիշ չեմ հիշում, բայց տասնյակ միլիարդավոր դրամների հետվճար ենք տալի, որը ըստ էության բարձրացում է։ Հիմա դա բարձրացում է այս նորարարական գործիքով, թե պարզապես բազմապատկած ինչ որ ֆորմուլա է, որով հաշվարկվում է թոշակը։ Թե սա թոշակառուի համար ինչ տարբերություն։ 2025 թվականի ընթացքում նախարարության կարևոր նախաձեռնություններից եւ ձեռքբերումներից Թորոսյանն առանձնացրեց նաեւ երեխայի ծննդյան միանավագ նպաստի տրամադրման համահարթեսման համակարգի ներդրումը, ըստ որի այսուհետև ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված միանավագ նպաստը կազմելու է 500,000 դրամ։ Ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50,000 դրամ շարունակական ծրագրի իրականացման համար էլ պետական բյուջեով հատկացվել է ավելի քան 27 միլիարդ դրամ 45,103 երեխայի համար։ Իրականացված բարեփոխումների շրջանակում 2026 թվականի հունվարի 1-ից այդ աջակցությունը կդառնա պետական նպաստ։ Ծնված երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար պետությունը տրամադրելու է պարբերական նպաստ մինչև 6 տարեկան դառնալը ամսական 50,000 դրամի չափով եւ հաշվի առնելով, որ նաեւ այդ նպաստները անկախիկ ստանալու եւ անկախիկ եղանակով հետվճարով վճարից օգտվելու պարագայում նաեւ հետվճար է տրվում, այն կարող է դառնալ մինչև 60,000 դրամ եւ եթե բազմապատկում ենք, դա 4 միլիոնից ավել դրամ է ստացվում մինչև 6 տարեկանը։ Գերատեսչության իրականացված բազմաթիվ ծրագրերից նախարարը առանձնացրեց նաեւ Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ֆինանսական աջակցության տրամադրման շարունակականության ապահովումն անցած 2025 թվականին եւ նոր որոշմամբ այն շարունակելու արդեն 2026 թվականի ընթացքում։ Թորոսյանն անդրադարձավ նաեւ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրին, նշելով, որ դրանից օգտվող քաղաքացիների թիվն աճել է։ Արդեն ունենք հավաստագիր ստացած 4040 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր եւ մենք տեսնում ենք հավաստագիրների ստացման տեմպի արագացում եւ հույս ունենք, որ տեմպը ելի կարագանա եւ մեր բոլոր քաղաքացիները, հայրենակիցները ստանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որտեղ դա կարևոր նախապայման է, կստանան հավաստագիր։ Թորոսյանը խոսեց նաև միասնական սոցիալական ծառայության կենտրոնների աշխատանքների արդյունավետության համակարգում հաճախ թույլ տրվող սխալների եւ դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Աշխատակիցների ուսուցման տեղերում կադրային փոփոխությունների իրականացման արդյունքում հնարավոր կլինի քաղաքացիներին տրամադրել մասնագիտական ճիշտ ուղղորդում, դրանով իսկ քաղաքացիներին շատ հաճախ ազատելով անհարկի թղթաբանական քաշքշուկներից, որի թերևս լավագույն միջոցը պետության կողմից տարվող թվայնացման ծրագիրն է։ Ռազմավարական կոմպոնենտը մեր ծառայությունների թվայնացումն է, որի ուղղությամբ մենք գնում ենք եւ օրինակ անցյալ տարի ունեցել ենք որոշակի թվայնացված ծառայություններ, որոնք ի սկզբանե խոչընդոտներ են եղել, հետո լուծվել են եւ իմ կարծիքով, իմ խորին համոզմամբ, ոչ թե կարծիքով, մենք ինչ որ մի օր քաղաքացուց դիմում չպետք է ընդունենք որևէ քաղաքացին չպետք է գա որևէ մեր կենտրոն, պարզապես չպետք է գա։ Այդ ամեն ինչը պետք է լինի ավտոմատ կամ օրինակ ինքը դարձավ 63 տարեկան եւ ունի 10 տարվա աշխատանքային ստաժ, ինքը ավտոմատ սկսում է թոշակ ստանալ, չի գալիս դիմում, չի գրում։ Նշենք, որ կառավարության որոշման համաձայն սույն թվականի ապրիլի 1-ից Հայաստանում այլևս չեն լինելու կանխիկ տարբերակող կենսաթոշակ կամ նպաստ ստացող քաղաքացիներ։ Այս պահին նրանց թիվը կազմում է 48,000։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին ժամանակ է տվել իրենց ուժերը Հալեպից դուրս բերելու համար։ Զինված անձանց թույլատրվելու է կրել միայն թեթև անհատական զենք։ Սիրիական բանակը կապահովի նրանց անվտանգ հեռացումը եւ թույլ կտա մեկնել երկրի հյուսիսարևելյան շրջաններ։ Նախարարությունը շեշտել է, որ այս քայլը ձեռնարկվել է տարածքներում ռազմական լարվածությունը դադարեցնելու, կառավարական հաստատությունների գործունեությունը վերականգնելու եւ իրենց տները լքած խաղաղ բնակիչների վերադարձը հեշտացնելու համար։ Հալեպում արդեն մի քանի օր լարված է իրավիճակը, կառավարական ուժերի եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև բարեփոխումները վերաճել են քաղաքային մարտերի, բերելով քաղաքացիական զոհերի, նյութական վնասների եւ հազարավոր մարդկանց տեղահանման։ Բախումները սկսվել են հունվարի 6-ին Շեյխ Մաքսուդ Աշրաֆիե եւ Բանի Զեյդ թաղամասերում, որտեղ սիրիական բանակը սկսել է թիրախային գործողություններ Սիրիայի դեմոկրատական ուժերի դիրքերի ուղղությամբ։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նպատակն է կանխել նոր էսկալացիան
եւ պաշտպանել խաղաղ բնակչությանը։ Ելնելով քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, Պաշտպանության նախարարությունը հայտարարում է կրակի դադարեցման մասին։ Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե եւ Բանի Զեյդ թաղամասերի մոտակայքում տեղական ժամանակով ժամը 3-ին զինված խմբավորումները պարտավոր են լքել տարածքը մինչև հունվարի 9 ժամը 9։ Նախարարությունը թույլատրել է հեռացող զինյալներին իրենց հետ տանել միայն անձնական թեթև զենք։ Սիրիական բանակը պարտավորվել է ապահովել նրանց անվտանգ դուրսբերումը երկրի հյուսիս-արևելք։ Միևնույն ժամանակ Թուրքիայում քրդերը զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացրել Հալեպում ռազմական գործողությունների դեմ։ Ցույցեր են տեղի ունեցել Վանում եւ Մադրիդում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը կոչ է արել Սիրիայի դեմոկրատական ուժերին պահպանել Դամասկոսի հետ մարտին կնքված համաձայնությունը եւ ինտեգրվել Սիրիայի պետական համակարգին։ Ի պատասխան թուրքական քրդամետ հանուն հավասարության եւ ժողովրդավարության կուսակցությունը Սիրիայի կառավարությանը մեղադրել է խաղաղ բնակիչների վրա հարձակումների համար, նշելով, որ թուրքական հայտարարությունները սրում են իրավիճակը։ Բախումները ծանր հարված են հասցրել նաեւ Հալեպի հայ համայնքին։ Հայաբնակ Շեյխ Թահա եւ Վիլաներ թաղամասում հրասանդերի ընկնելու հետևանքով տներ են վնասվել։ Հրասանդներ են ընկել հայերի տների վրա, վնասները միայն նյութական են, բարեբախտաբար տուժածներ չկան։ Երբ կրակոցները սկսվում են, փողոցը մի քանի վայրկյանում դատարկվում է։ Հայ համայնքը կազմակերպել է ապաստարաններ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը բաց է մեր հայրենակիցների համար։ Ով իրեն ապահով չի զգում, կարող է գալ այդտեղ։ Դարմանատունն էլ է բաց բժշկական օգնության համար։ Արդեն կան ընտանիքներ, որոնք տեղափոխվել են եկեղեցի կամ ազգականների տուն։ Հալեպ-Երևան չվերթը չեղարկվել է Սիրիայում զինված բախումների պատճառով, տեղեկանում ենք Զվարթնոց օդանավակայանի առցանց թռիչքների տեղեկատվական տախտակից։ Չնայած Սիրիայի իշխանությունների ավելի վաղ հայտարարած հրադադարին, Հալեպի օդանավակայանը շարունակում է փակ մնալ։ Այդուհանդերձ Հալեպում բախումների ֆոնին Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ շարունակում է իր գործունեությունը։ Գանձասար հանդեսն էլ հաղորդում է, որ քաղաքում այժմ զգուշավոր հանդարտություն է, երբեմն կրակոցների ձայներով։ Սննդի խանութներն ու հիվանդանոցները շարունակում են աշխատել։ Հալեպի կենտրոնական կոմիտեն հայտնել է, որ հունվարի 6-ին սկսված մարտերի ընթացքում զոհվել է 6 սիրիացի, 55 խաղաղ բնակիչներ վիրավորվել են, 142,000 մարդ տարհանվել է անվտանգ գոտիներ։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը նշում է, որ հրադադարի նպատակն է մեղմացնել իրավիճակը, վերականգնել քաղաքային կառույցների աշխատանքն ու ապահովել խաղաղ բնակիչների վերադարձն իրենց տներ։ Սակայն մինչև զինված խմբավորումների ամբողջական դուրսբերումը եւ մարտյան համաձայնագրի լիարժեք իրականացումը Հալեպը շարունակում է ապրել լարված ու տագնապային։ Յուրաքանչյուր կրակոցի ձայնը հիշեցնում է խաղաղությունն այստեղ դեռ շատ փխրուն է։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իրանում շուրջ 2 շաբաթ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերն էլ վերաճել են լայնածավալ անկարգությունների ուղեկցվելով բռնություններով, հրկիզումներով, զոհերով եւ համացանցի սահմանափակումներով։ Տնտեսական ճգնաժամի եւ ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին ցույցեր են ընթանում երկրի տարբեր քաղաքներում։ Իրանի մի շարք քաղաքներում արդեն շուրջ 2 շաբաթ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են լայնածավալ անկարգությունների։ Մեհեր գործակալության հաղորդմամբ Իրանի հյուսիսում գտնվող Բոնջուրդ քաղաքում ցուցարարները ներխուժել են Ղուրանի վաճառքով զբաղվող խանութ, այրել կրոնական գրքերն ու հրկիզել շենքը։ Իրանական մեկ այլ աղբյուր Ֆարս գործակալությունը հայտնում է, որ Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Լորդեգան քաղաքում առևտրականներն ու վաճառողները փակել են իրենց կետերը եւ դուրս են եկել փողոց կազմակերպելով բողոքի երթեր։ Ըստ նախնական գնահատականների ցույցերին մասնակցել է շուրջ 300 մարդ։ Երբ ցուցարարները հավաքվել են Խարդուն շրջանի եւ Շիրոնի կամրջի մոտ, իրավիճակը սրվել է։ Տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։ Տեղեկացվում է, որ անկարգությունների ընթացքում որոշ անձինք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, իսկ մի մասը զինված է եղել որսորդական եւ ռազմական զենքերով, կրակ բացելով ոստիկանների վրա։ Բախումների հետևանքով զոհվել է 2 ոստիկան, վիրավորվել առնվազն 30 մարդ։ Անկարգությունների մասնակիցները վնասել են նաեւ նահանգապետի գրասենյակը եւ մի շարք վարչական շենքեր։ Լարված իրավիճակ է նաեւ Սպահանում, որտեղ հրկիզվել է Իրանի պետական հեռուստատեսության եւ ռադիոկայանի շենքը։ Բացի այդ, տարբեր քաղաքներում այրվել են ոստիկանական մոտոցիկլետներ, կառավարական շենքեր, նահանգապետի գրասենյակի եւ գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի պատկերները։ Ցուցարարները փողոցներում վանկարկում են հակակառավարական կարգախոսներ, այդ թվում մահ բռնապետին, նաեւ հրապարակավ աջակցություն են հայտնում նախկին շահի որդուն Ռեզա Փահլավիին,
Որոշ քաղաքներում ցուցարարները թափահարում են շահական շրջանի Իրանի դրոշները։ Բողոքի ալիքը սկսվել է ազգային արժույթի ռեալի կտրուկ արժեզրկման եւ դոլարի փոխարժեքի աճի ֆոնին։ Արժութային ճգնաժամի հետևանքով երկրում ամերիկյան 1 դոլարի փոխարժեքը հասել է 1.4 միլիոն ռեալի։ Տնտեսական ճնշումների խորացման ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական է տվել, իսկ նախագահ Մազուդ Փեզեշքյանն այդ պաշտոնում կրկին նշանակել է նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմատիին շուկաները կայունացնելու նպատակով։ Իրավիճակի սրման պայմաններում իշխանությունն ամբողջ երկրում սահմանափակել է համացանցը եւ հեռուստակապը։ NetBlocks կազմակերպությունը հաստատել է Իրանում ինտերնետի անջատման փաստը։ Այս պահին իրանական մի շարք պետական կայքեր անհասանելի են։ ՌԱՆԱ իրավապաշտպան կազմակերպության տվյալներով 12-օրյա բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է առնվազն 42-ի, այդ թվում 34 քաղաքացիական անձ եւ անվտանգության ուժերի 8 աշխատակից։ Ձերբակալվել է մոտ 2280 մարդ։ Այլ աղբյուրներ նշում են, որ զոհերի թիվը կարող է հասնել մինչև 45-ի։ Իրանի նախագահ Փեզեշքյանը կոչ է արել անվտանգության ուժերին գործել առավելագույն զսպվածությամբ, եթե չկա ազգային անվտանգության լուրջ սպառնալիք։ Իրանի փոխնախագահ Մուհամմադ Ջաֆար Ղեմփենահը հայտարարել է, որ իշխանությունը ճանաչում է խաղաղ բողոքի իրավունքը եւ պատրաստ է երկխոսության, սակայն զենքով եւ դանակներով զինված անձինք դիտարկվում են որպես անկարգություններ կազմակերպողներ։ Միջազգային արձագանքը եւս կոշտ է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ հրապարակավ սպառնացել է Իրանի իշխանությանը, հայտարարելով, որ եթե ցուցարարների սպանությունները շարունակվեն, Ամերիկայի Միացյալ Նահանգները ծանր եւ ցավոտ հարվածներ կհասցնի Իրանին։ Նրա խոսքով Թեհրանն այդ մասին արդեն տեղյակ է։ Ի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար, ընդգծելով, որ նման հայտարարությունները հանդիսանում են Իրանի նկատմամբ թշնամական քաղաքականության շարունակություն եւ չեն բխում իրանական ժողովրդի շահերից։ Միաժամանակ Իրանն այսօր տելեգրամյան ալիքը հաղորդել է, որ Ավստրալիա եւ Հնդկաստանի դեսպանատներն իրենց քաղաքացիներին կոչ են արել խուսափել Իրան մեկնելուց անվտանգության նկատառումներով։ Այս պահին բողոքի ցույցերն ու անկարգությունները շարունակվում են Թեհրանում, Սպահանում, Թավրիզում, Ղազվինում, Արդաբիլում, նաեւ Լորեստան եւ Իլամ նահանգներում։ Իրանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, չնայած իշխանության զսպվածություն ցուցաբերելու վերաբերյալ կոչերին եւ ուժային կառույցների ներգրավվածությանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հյուսիսատլանտյան օվկիանոսում ռուսական մարիները նավթային լցանավի կալանավորման միջադեպը վերածվել է աշխարհաքաղաքական հերթական ճակատամարտի, էներգետիկ ռեսուրսների, միջազգային իրավունքի եւ մեծ տերությունների ազդեցության շուրջ։ Մի կողմում Վաշինգտոնի հայտարարությունն է ապօրինի գործունեության դեմ պայքարի մասին, մյուսում Մոսկվայի պնդումը միջազգային իրավունքի խախտման եւ ուժի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ։ Միջազգային լուրջ սկանդալ բաց ծովում։ Միացյալ Նահանգների զինված ուժերը օրեր առաջ կալանել են ռուսական դրոշի ներքո նավարկող նավթային լցանավը, ինչն էլ ավելի է լարել Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը բաց ծովում վերահսկողության տակ են վերցրել մարիներ նավթային լցանավը Մեծ Բրիտանիայի ափերի մոտ Հյուսիսատլանտյան օվկիանոսում։ Գործողությունը կատարվել է ամերիկյան դաշնային դատարանի որոշման հիման վրա ավելի քան 2 շաբաթ տևած հետապնդումից հետո։ Վաշինգտոնի պնդմամբ լցանավը հանդիսանում է Ռուսաստանի այսպես կոչված ստվերային նավատորմի մաս եւ ներգրավված է նավթի ապօրինի փոխադրումների մեջ, շրջանցելով Ռուսաստանի նկատմամբ կիրառված վառելիքի էմբարգոն եւ էներգետիկ պատժամիջոցները։ Նավը նախկինում նավարկում էր Բելլա 1 անվամբ եւ այլ երկրի դրոշի ներքո, սակայն հետապնդումից խուսափելու նպատակով անձնակազմը փոխել էր դրոշը, բարձրացնելով Ռուսաստանի պետական դրոշը եւ հայտարարելով Մոսկվայի պաշտպանության տակ գտնվելու մասին։ Ըստ հետախուզական տվյալների գործողության շրջանում գտնվել են նաեւ ռուսական ռազմական նավեր եւ սուզանավեր, ինչի պատճառով միջադեպը գնահատվում է որպես վերջին տարիների ամենաաղմկահարույց ծովային գործողություններից մեկը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը միջադեպը որակել է որպես միջազգային ծովային իրավունքի լուրջ խախտում։ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. Միացյալ Նահանգների զինծառայողների կողմից բաց ծովում խաղաղ նավի փաստացի առգրավումը, նաև անձնակազմի գերեվարումը հանդիսանում է միջազգային ծովային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, նավարկության ազատության կոպիտ խախտում։ Նախարարությունը շեշտել է, որ Վաշինգտոնը բազմիցս տեղեկացված է եղել նավի ռուսական ծագման եւ դրա խաղաղ բնույթի մասին եւ պահանջել է արժանապատիվ վերաբերմունք անձնակազմի նկատմամբ եւ նրանց անխոչնդոտ վերադարձը հայրենիք։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը նաեւ կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ վերադառնալ միջազգային ծովային նավարկության նորմերի պահպանմանն ու դադարեցնել մարիների եւ այլ օրինական նավերի նկատմամբ անօրինական գործողությունները։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել
հայտնել է, որ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի խնդրանքին ի պատասխան որոշել է ազատ արձակել լցանավի անձնակազմի 2 ռուս քաղաքացու։ Մոսկվան ողջունել է այդ որոշումը եւ հայտնել, որ աշխատում է նրանց արագ վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Միացյալ Նահանգները նավի կառավարումն իր վերահսկողության տակ է վերցրել այն բանից հետո, երբ նավի հետ կապը կորել է։ Լցանավը Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն ստացել էր դեկտեմբերի 24-ին։ Ինչու հիմա եւ ինչու այսքան կոշտ։ Փորձագետների գնահատմամբ այս միջադեպը կապված է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող վառելիքի էմբարգոյի խստացման հետ։ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները փորձում են կասեցնել ռուսական նավթի արտահանումը ստվերային սխեմաների, դրոշների հաճախակի փոփոխության եւ երրորդ երկրների միջոցով վերավաճառքի ճանապարհով։ Այս ֆոնին մարիների արգրավումը դիտարկվում է որպես ոչ միայն իրավական, այլև քաղաքական ուղերձ։ Մոսկվային ցույց տալու, որ պատժամիջոցների շրջանցումն այլևս անպատիժ չի մնալու։ Բաց ծովում տեղի ունեցած այս միջադեպը վերածվել է հերթական աշխարհաքաղաքական բախման, էներգետիկ ռեսուրսների, միջազգային իրավունքի եւ մեծ տերությունների ազդեցության շուրջ։ Մի կողմում Վաշինգտոնի հայտարարությունն է ապօրինի գործունեության դեմ պայքարի մասին, մյուսում Մոսկվայի պնդումը միջազգային իրավունքի խախտման եւ ուժի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ։ Մինչև կողմերը փոխանակվում են կոշտ հայտարարություններով, հարցը մնում է բաց։ Արդյոք սա մեկ միջադեպ է, թե սկիզբ նոր ավելի լայնածավալ ծովային հակամարտության։ Լուսինե Գրիգորյան, Free News Ազատ լուրեր։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնը երկրորդ հարձակում չի ձեռնարկի Վենեսուելայի վրա։ Նա նշել է, որ Վենեսուելան ազատ է հարձակում մեծ թվով քաղբանտարկյալների որպես խաղաղության որոնման նշան։ Թրամփն ընդգծել է, որ սա շատ կարևոր եւ խելացի ժեստ է։ Միացյալ Նահանգները եւ Վենեսուելան լավ են գործակցում հատկապես իրենց նավթի եւ գազի ենթակառուցվածքների վերականգնման հարցում։ Այս գործակցության շնորհիվ նախկինում սպասվող հարձակումների երկրորդ ալիքը կարծես անհրաժեշտ չի լինի։ Այնուամենայնիվ բոլոր նավերը կմնան իրենց տեղում անվտանգության եւ պաշտպանության նպատակներով, նշել է Թրամփը։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ռուսաստանը լայնածավալ հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա, հրդեհելով բազմաբնակարան շենքեր։ Կիևի քաղաքապետի տվյալներով զոհվել է առնվազն 4 մարդ, կան վիրավորներ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Լվովում բալիստիկ հրթիռ է հարվածել ենթակառուցվածքային օբյեկտներին։ Լվովի քաղաքապետը չի բացառել, որ Լեհաստանի սահմանի մոտ կիրառվել է օրենշիկ հրթիռ։ Հունվարի 8-ի երեկոյան Կրիվոյի Ռոգը ենթարկվել է Իսկանդեր տիպի բալիստիկ հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Տեղական իշխանությունների տվյալներով վիրավորվել է 17 մարդ, այդ թվում 3 երեխա։ Վնասվել է 29 բազմաբնակարան շենք, բիզնես օբյեկտներ, տրանսպորտ եւ ենթակառուցվածքներ։ Ռուսական հրետակոծության հետևանքով զոհեր են եղել նաեւ Խերսոնում եւ մարզի այլ բնակավայրերում։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է Սենատի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման օրինագծին, սակայն հույս ունի, որ դրա կիրառման անհրաժեշտություն չլինի։ Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունն արդեն ծանր վիճակում է գործող սահմանափակումների պատճառով։ Օրինագիծը նախատեսում է նաև երկրորդային պատժամիջոցներ ռուսական նավթ եւ գազ գնող երկրների նկատմամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատն ընդունել է ընդհանրակարգային բանաձև, որը կսահմանափակի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավոր ռազմական գործողությունները Վենեսուելայի դեմ առանց կոնգրեսի թույլտվության։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 52 սենատոր, դեմ 47, այդ թվում մի շարք հանրապետականներ։ Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ գործողության հետևանքով Կարակասում ձերբակալվել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղափոխվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մայք Ուոլցը հայտարարել է, որ Մադուրոն կդատվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ վերջին 15 տարիներին ԱՄՆ ժողովրդի դեմ գործած հանցագործությունների համար։ Ֆրանսիան ուրբաթ օրը կքվեարկի Եվրամիության եւ Հարավամերիկյան Մերկոսուր ընդհանուր շուկայի միջև առևտրի ազատ շրջանառության համաձայնագրի ստորագրման դեմ։ Այս մասին X հարթակում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նշել է, որ Ֆրանսիան աջակցում է միջազգային առևտրին, սակայն ԵՄ Մերկոսուր համաձայնագիրը համարվում է հնացած եւ չափազանց երկար քննարկված։ Մակրոնի խոսքով Փարիզը համաձայնագրի շրջանակում ակնկալել է 3 առանցքային զիջում՝ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման անվտանգության հատուկ մեխանիզմ, արտադրական պայմանների փոխադարձ համահնչեցում եւ սանիտարական վերահսկողության խստացում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ կշարունակի պայքարել ԵՄ-ի կողմից եվրոպացի ֆերմերների պաշտպանության վերաբերյալ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման համար։ Չինաստանը հայտարարել է, որ անկախ քաղաքական իրավիճակից շարունակելու է աջակցել Վենեսուելային ինքնիշխանության պաշտպանության եւ ազգային անվտանգության ապահովման հարցում։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաոնինը։ Նրա խոսքով Պեկինը պատրաստ է շարունակել եւ խորացնել գործակցությունը Վենեսուելայի հետ տարբեր ոլորտներում, խթանելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները հատուկ գործողություններ իրականացրել Վենեսուելայում Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխելով նախագահ Նիկոլաս Մադուրոին եւ նրա կնոջը Սիլվա Ֆլորեսին։ Նրանք մեղադրվում են թմրահաբեկչության եւ այլ ծանր հանցագործությունների համար, սակայն մեղադրանքները հերքվել են։ Դատական հաջորդ նիստը նախատեսված է մարտի 17-ին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ գործողության արդյունքում Վենեսուելայում զոհվել է 100 մարդ։ Այսքանը ցտեսություն։